Գաղտնի վկայի հետ կապը Խաչատրյաններն ընդհատել էին տեղի ունեցած իրադարձություններից առաջ։ Ընտանիքին հայտնի էր դարձել, որ նշված կին իրենց պատկանող գույքերը գրավադրել է իրենց համար անհայտ պայմաններում։ Այդ մասին նրանք ավելի ուշ են իմացել, պարտավորեցրել նրան գույքերը գրավադրումից հանել։ Մարինա Խաչատրյանը պատմում է, որ հոր ձերբակալությունից հետո հանդիպել է նրան մթերային խանութում։ Կինը փորձել է մոտենալ Մարինային, խոսել նրա հետ, սակայն վերջինս շրջվել է եւ հեռացել։ Ինքը փորձում է ինձ բարևել, մոտենալ, խոսել, ես այդ ամենը հիշելով գլուխս թեքում եմ ու խանութից դուրս եմ գալիս։ Ու ինքը տեսնում է, որ ես շատ լարված եմ իր հանդեպ, բայց դե ոչինչ չեմ ասում, դուրս եմ գալիս։ Դրանից հետո մի շաբաթ հետո մենք նույն բակում ենք բնակվում, այն շենքը, որտեղ ինքը ապրում էր, հենց մեր նույն բակում է։ Ու հետո մարդիկ սկսում են խոսել, որ ամենտեղ խոսում է, մեղադրում է, որ այդ մեքենան հրկիզել եմ ես։